Այսօր պաշտոնապես մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ, որից 2-ը դաշինք են։ Քաղաքացիական պայմանագիրն իր քարոզարշավը սկսելու է Սյունիքի մարզից։ Ուժեղ Հայաստանն իր քարոզարշավը սկսելու է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի դիմացից Նարեկ Կարապետյանի ասուլիսով։ Հայաստան դաշինքն իր քարոզարշավը մեկնարկելու է Համայն հայության հոգևոր կենտրոնից՝ Էջմիածնից։ Միասնության թևերը սկսում է իր քարոզարշավը Իջևանի Գոշ Ավանք վանական համալիրից։ Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքն իր քարոզարշավը մեկնարկելու է աշտարակ խոշորացված համայնքից։ Հանրապետությունը այցելելու է Եռաբլու զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցելու բոլոր զոհվածների հիշատակին, ապա Հակոբ Պարոնյանի թատրոնում հանդիպում է ունենալու կենտրոնի բնակիչների հետ։ Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը իր քարոզարշավի մեկնարկը տալու է սահմանամերձ Ոսկեպայր գյուղից։ ԱԺԲ-ն իր քարոզարշավի մեկնարկը տալու է ազգային ժողովի դիմացից հանդես գալով մամուլի ասուլիսով։ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունը իր քարոզարշավը սկսելու է մայիսի 9-ին, այցելելով Եռաբլու եւ հաղթանակի զբոսայգի, հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին եւ կարեւորելով մայիսյան եռատոնի գաղափարը։ Ռեֆորմիստներ կուսակցությունը քարոզարշավը մեկնարկելու է իր իսկ գրասենյակից՝ Երևան Տերյան 10 հասցեից։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը այցելելու է Եռաբլու ծաղիկներ խոնարհելու նահատակների հիշատակին, ապա մայիսի 9-ին իր քարոզարշավը սկսելու է հայրաքաղաք Գյումրիից։ Նորուժ ռեֆորմիստական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Լուսավոր Հայաստան ալյանս, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք, Բոլորին դեմ եմ, ՀԱԿ-ը եւ քրիստոնեական ժողովրդավարական կուսակցությունները առայժմ չեն հայտնել, թե որտեղից եւ ինչ ձևաչափով են սկսելու իրենց քարոզարշավը։